անապահովության նոր համակարգի մասին, քանի որ թե կառավարության նիստին, թե այսօր զեկույցի ժամանակ դուք շատ կարևորեցիք այս հարցը եւ բավականին հետաքրքիր է, որ ամբողջ զեկույցի ընթացքում դուք նաեւ կարմիր թելի պես այսպես տանում եք կրթության կարևորությունը Եվ այո դուք ինչպես նշեցիք ձեր խոսքում եւ կառավարության նիստին եւ այսօր եթե 10 տարի եւ ավել տարիներ դու մարդուն կամ ընտանիքին կամ քաղաքացուն թողնում ես նպաստի համակարգում, ապա նրան անուղղակի պարտադրում ես նվազագույնը, ինչ որ չափով նաեւ փակելով ավելի բարեկեցիկ կյանք ունենալու նրա հնարավորությունները, թե ինչու է այս համակարգը խրախուսվել նախկինում, ես կարծում եմ բոլորիս էլ հայտնի է, որովհետև աղքատության մեջ գտնվող մարդուն շատ ավելի հեշտ է կառավարել, երբ նա չունի կրթության հնարավորություն, աղքատության մեջ գտնվող մարդուն շատ ավելի հեշտ է տալ խոստում եւ չկատարել, դեռ չենք խոսում, որ քաղաքական ընտրությունների ժամանակ այս մարդիկ շատ կոնկրետ խումբ էին հանդիսանում ընտրություններին մասնակցելու եւ կոնկրետ մարդուն ձայն տալու տեսանկյունից, այսինքն ընտանիքի անապահովության համակարգը որևէ կերպ չի վերանայվել վերջին տարիների ընթացքում քաղաքական նկատառումներից ելնելով, գուցե абսուրդ է, բայց իսկապես պետությունը ցանկացել է ունենալ այսպիսի շերտ հասարակության մեջ։ Այս տարվանից մենք Հայաստանի Հանրապետության երկու մարզերում ներդրել ենք ընտանիքի անապահովության նոր համակարգը, որտեղ շատ կարևորվում է պետության առաջարկը, այն է կրթություն եւ զբաղվածություն։ Սա ուղիղ ճանապարհ է աղքատության ճիրաններից դուրս գալու, ինչպես նաեւ սրանով է պայմանավորված կառավարության էլի մի քանի մեծ ծրագրեր, այդ թվում նաեւ 500 մանկապարտեզ, 300 դպրոց, ռազմավարության մեր զբաղվածության ռազմավարության մեր նախագիծը եւ այլն, այսինքն մենք գնում ենք այն ճանապարհով, որ պետությունը տալիս այն ծառայությունը, այն բարիքը, որով հնարավորություն է տալիս մարդուն դուրս գալ նպաստի համակարգից։ Պարոն վարչապետ, ինչպես եք տեսնում ընտանիքի անապահովության նոր գնահատման համակարգի հասցեականությունը, էֆեկտիվությունը, որովհետև երբ 30 տարի շարունակ պետությունը քաղաքացուն ասում է դու թույլ ես, դու մրցունակ չես, դու անկարող ես, եւ մարդիկ միայնաց համակարգում մնալու համար բազմատեսակ նաեւ ապօրինի գործողություններ են գնում, օրինակ ընտանիքի հայրը չէր ճանաչում, ամուսինները կեղծ ամուսնալուծության վկայականներ ունեն կամ ստվերում են աշխատում, ինչ որ չափով նաև մենտալիզել է կոտրելու հնարավորություն կա։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ի վերջո նախ քաղաքական մասով լիարժեք կիսում եմ, որ այո, ինչ որ առումով նաև նպատակաուղղված քաղաքականություն ա եղել ընտրակաշառքի համակարգը սնող խավ ձևավորելու համար։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով, միայն աշխատանքի միջոցով։ Եթե մարդը չի աշխատում, պետք է աշխատի, որ աղքատությունը հաղթահարի։ Եթե աշխատում է, բայց վաստակը չի բավարարում աղքատության շեմից վերև ապրելու համար, ուրեմն պետք է վերադառնանք այդ մարդու պատրաստության հարցին, այսինքն կրթության հարցին, այն տրամաբանության, որ կրթությունը միայն համալսարանը չի եւ այլն, այսինքն մասնագիտական վերապատրաստում, կարողությունների զարգացում եւ այլն եւ այդպես շարունակ, ուրիշ տարբերակ չկա, եւ մենք շատ, այո, քաղաքական առումով ցանկացած կառավարության համար շատ բարդ է դա ասելը, որովհետեւ նա նախ բան է ստեղծում, թվում է թե կառավարությունը բավարար չափով հոգատար չի խավի նկատմամբ, բայց ես դրա համար հիմա ամենուր ասում եմ լավ մարդը հաց չունի, եկեք տանենք հաց տանք, հաջորդ օրը գնանք տեսնենք ինչ եղավ, հաջորդ օրն է մարդը հաց չունի, չենք կարող անտարբեր լինենք, մի անգամ էլի տանենք հաց տանք, չորրորդ օրը գնանք տեսնենք ինչ ա փոխվել այդ մարդու կյանքում, կպարզվի, որ ինքը էլի հաց չունի, ու ոչ մի բան իր կյանքում չի փոխվել, 5-րդ օրն էլ, 20-րդ օրն էլ, առաջի ամիսն է, 10-րդ ամիսն է, առաջի տարին էլ, 5-րդ տարին էլ, 10-րդ տարին էլ, բայց մարդուն մենք բան ենք անում, ինքնությունից զրկում ենք, մարդուն դատապարտում ենք աղքատության, էլ չեմ ասում, բայ ում հաշվին այդ հացը տանք, ում հաշվին տանք, բայց խողովակի խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, մանկապարտեզի խնդիր կա, բանի առողջապահության խնդիր կա, անվտանգության խնդիր կա, ում հաշվին տանք, պետք է գումար գեներացվի, չէ, ես չեմ ժխտում, կան խավ, որը բացարձակապես աշխատունակ չի, դա պետության հոգացության ներքո պետք է լինեն այդ մարդիկ,
Բայց եթե բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են աշխատել, նրանք, ովքեր ի վիճակի չեն աշխատել, նրանց ուղղված օգնությունը կլինի ավելի շոշափելի, հասցեական եւ ավելի արդյունավետ։ Սրա մասին է խոսքը։ Եվ այո, դպրոցը, դպրոցական կրթությունը, մասնագիտական կրթությունը եւ ուսուցումը, քոլեջների համակարգը, բուհական համակարգի բարեփոխումը, այս ամեն ինչը իրար հետ փոխկապակցված են։ Չի կարա լինի, որ այն օղակներում մենք այլ տրամաբանություն զարգացնենք, վերջում ուրիշ արդյունք ստանանք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, միանշանակ կան մարդիկ, ովքեր իսկապես աշխատաշուկայում դժվար այլևս ինտեգրվեն եւ դրանք գտնվում են պետության ուղիղ հոգացության ներքո, եւ ես կարծում եմ, որ նաեւ հսկայական պետք է լինի կոմունիկացիան հասարակության հետ, որ աղքատությունից դուրս գալու համար ընտրելով զբաղվածությունը կամ աշխատանքը պետք է իրեն եւ առաջին հերթին հենց իրեն եւ այստեղ կարեւոր եմ համարում նաեւ նշել մեր ընդդիմության կողմից որոշակի քննադատությունները, մեր ընդդիմությունը որոշ դեպքերում շատ անհասկանալի վարքագիծ է դրսևորում, այսպես չկողմնորոշված են եւ մինչ մենք օրինակ այս նախագծի եւ այլ ծառայությունների միջոցով փորձում ենք հաղթահարել ընտանիքում կամ անհատ քաղաքացու մոտ այս դժվարությունները, օրինակ խրախուսական խոսքերի փոխարեն, որ շատ լավ նախագիծ է եւ այլը կարող ենք լսել, որ պետությունը օրինակ ուզում է կտրել նպաստներ, այսինքն կա հստակ գիծ, որ ինչքան հնարավոր է թող շատ մնան այս մարդիկ այս ճահիճում, բայց օրինակ չտեսնեն կամ իրենց ձեռքը չմեկնեն այն ձեռքին, որ հենց պետության կողմից իրենց ուղված ձեռքը չսեղմեն։ Իսկ պետությունը, որ ուզում է կտրի, ասենք, թեկուզ ուզում է կտրի նպաստը, իսկ նպաստը ինչ անում մարդը։ Ինչ նպաստով տենց բան անում, ծաղկում է, զարգանում է, կյանքը վայելում է, հա? Ինչ անում նպաստով։ Նպաստով լավ է ապրում։ Էլ չեմ ասում ես այդ հարկերի մասին օրինակը, որ բերում ենք, ենթադրենք մարդը աղքատության պայմաններում ապրում է եւ ունի, ասենք, 1000 մետր հող կամ 5000 մետր հող։ Երբ որ պետությունը դեպի այդ հողը ճանապարհ է կառուցում, երբ որ պետություն դեպի այդ հողը խողովակ է քաշում, ջուր, կոյուղի եւ այլն, այդ հողի արժեքը անգամներով բարձրացնում է։ Եվ սա էլ է աղքատության մի բան կառուցված, որը մենք հաշվի չենք առնում։ Էլի եմ ասում, մեզ թվում է, թե աղքատությունն են, թե բանի կաթսայի մեջ ինչ է։ Կարող է կաթսայի մեջ բանը լինի, ամեն օր մսով խաշլամա լինի, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը աղքատ չի, որովհետև աղքատությունը ոչ միայն խոհանոցում է, այո, խոհանոցը կարևոր է, բայց խոհանոցից դուրս էլ է, փողոցում, ինչ է կատարվում։ Այդ եմ ասում, ցեխակոլոլ գյուղում հնարավոր չի ոչ աղքատ ապրել, հնարավոր չի ուղղակի։